պատկերացնում եք, որ պատմական իրադարձություն է տեղի ունենում, վեհափարի դեմ մտնում են դատարան, վեհափարի կայացրած որոշման դեմ։ Ամենավատ երազում դա հնարավոր չէր պատկերացնել, ամենավատ։ Քաղաքացիական գործերով դատարան մտնում, ասում են վեհափարը ինձ հեռացրել է, չո մեկն էլ չգիտեմ, այդ ինչ որտեղ են այդ կրթությունը ստացել, այդ ինչ կրթություն է կամ այդ ինչ որակ է, նայել ընդունում է վարույթ։ Հետո վերցնում են մի հատ էլ հաշվի առնելով, որ եպիսկոպոսատ ժողովը պետք է տեղ ունենա, վերցնում են բոլորի այդ արգելք են դնում արտասահման գնալու վրա, չի լինում այդպիսի բան, չի կարելի։ Այդ ամեն ինչը մեր ժողովուրդը սկսում է արդեն հասկանալ, իսկ այդ պարագայում այլ տարբերակ չկա, ինչպես հայտարարել եմ, ևս մեկ անգամ կրկնում եմ, հունիսի 8-ին չի լինելու այս իշխանությունը։ Այս իշխանությունը ամենալավագույնը հարգելով մեր ժողովրդի ընտրությունը լինելու է ընդդիմություն եւ կարծում եմ շատ փոքր։ Համեցեք։ Պարոն Ղազենյան, այս օրերին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ ընդդիմադիր քաղաքական միությունների կուսակցությունները մասնակցելով ընտրություններին պլանավորում են փորձ են անում ամբողջ համապետական ընտրություններին դեպի երկու պլան իրագործել այս սցենարով գնալ ինչպես կարգավորել։ Ճիշտն ասած, ինչպես նշվեց, մեր կուսակցությունում ունի խորհուրդ, ես խորհրդի անդամ եմ, ինչ եմ սա շեշտում, որովհետև ենթադրում եմ, որ պետք է որ այսպիսի քննարկում լինելու դեպքում մասնակցած լինեմ, այդպիսի քննարկում բացարձակ չի եղել, մենք չենք դիտարկում որևիցե այլ սցենար, քան որակյալ մեծամասնությունը վերցնելու։ Կգա ժամանակը կհասկանանք, կտեսնենք, այս պայդրությամբ որևիցե բան չի քննարկվել եւ չի քննարկվում։ Ընդամենը հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը ամբողջությամբ բնականաբար չեմ կարող այսպես հայտարարություն անել, բայց մեծամասնությունը ամենայն դեպս ցանկանում է երկրի ղեկին տեսնել ուժեղ մարդ, ուժեղ բանակցող, ուժեղ տնտեսագետ, ուժեղ բիզնեսմեն, ուժեղ կառավարիչ, այլ ոչ թե թույլ, որը հիմա ունենք, այդ իսկ պատճառով ներկայացրել ենք Սամվել Կարապետյանի թեկնածությունը։ Հիմա մենք եղել ենք շատ ազնիվ, մենք տակից ոչ մի բան չենք արել, ի սկզբանե մեր ճանապարհային քարտեզը հրապարակել ենք եւ բնականաբար գնում ենք 2/3-ի։ Այսինքն համադրական նաեւ օրենքները փոփոխելու ընդհանրապես որակյալ մեծամասնություն, որը 2/3-ն է։ Այլ տարբերակ այս բանը չի քննարկվում։